Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանության չկա հաղթություն։ Ես մերժում եմ այն բարոյազուրկ հասկացողությունը, թե հայրենիքի շահը սրբագործում է ամեն միջոց, ստորությունը չի դադարում ստորություն լինելուց, երբ դա կատարվում է, անգամ հայրենիքի համար։ Հայրենիքը պիտի սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես եւ անկախ մեր համոզմունքներից։ Հայրենապաշտպան, դաստիարակ, դաստիարակություն, ահա մեր փրկության խարիսխը։ Երևջանիկը մարդը, ով կարող է ասել, իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար։ Այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։ Մի ժողովուրդ, որի զավակները հավասար չեն օրենքի եւ մահվան առջեւ, հաղթական հայրենիք չեն ունենա։ Հայ երիտասարդություն, պիտի կարողանաս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել։ Ես քո կենթանի սուրն եմ, հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի։ Ժողովուրդն է մեր ժամանակների աստվածությունը, ժողովուրդն ավելի է, քան իր իշխանությունը։ Սիր երիտասարդություն, անցի Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում։ Պատմության նպատակն է ժողովուրդներին եւ մարդկային անհատներին վարել դեպի ներքին բարոյական ազատություն, առանց որի սակավաշարժ է արտաքին ազատությունը։ Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին։ Ուժ է ճշմարտությունը, չկա ուժ առանց ճշմարտություն, չկա փրկություն առանց ուժի։ Ժողովրդից ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից ամեն պարտություն։ Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսված, նախ բարոյապես, նախ հոգիների մեջ։